Պատասխանում եք։ Բարձր դատարան, խնդրեմ մի հատ նորից եթե կարելի է հարցը հնչեցնի։ Եթե կարելի է։ Ես հարցը հնչեցրեցի, դուք ընդհանուր ձեր բոլորի դիմումներում գրեթե գործոնների մեջ թվարկված է արևմտյան պաշտոնյաների ուղիղ ազդեցությունը ընտրությունների արդյունքների վրա այն տեսանկյունից, որ հայտարարություններ են արվել ի պաշտպանություն իշխանության եւ այլն, այս կարգի հանգամանքներ նշվել են։ Ես հիմա հարցնում եմ, այդ գործոնները, որոնք ձեզ ազդող են եղել ընտրողի կամքի վրա, կարող են նաեւ ազդող լինել այն պայմաններում, երբ Ռուսաստանի Դաշնության նախագահը եւ այլ պաշտոնյաներ, այդ թվում արտաքին գործերի նախարարությունը, պարբերաբար Հայաստանի Հանրապետության իշխանության դեմ հակաքարոզչություն, իսկ մյուս քաղաքական ուժերի դեմ պաշտպանություն են իրականացրել, ավելին ասեմ, դրան հաջորդել են նաեւ որոշակի գործողություններ լարսում գործարարներին զրկելու Բարձր դատարան խնդրում եմ Բարձր դատարան քաղաքական հայտարարություն է կատարվում ամբիոնից, որը որպես հաստատված փաստ։ Խնդրում եմ դադարեցնենք դա։ Ասում կարող է ազդել։ Նստեք մի րոպե, սրանից հետո առանց դատարանի թույլտվության խնդրում եմ չմոտենալ եւ միկրոֆոնից որևէ արտահայտություն Բարձր դատարան առարկությունները Պարոն Օրբելյան, նստեք։ Պարոն Օրբելյան, նկատողություն եմ ձեզ հայտարարում, նստեք։ Կարելի է։ Տիկին Սաֆարյան, ավարտեցիք։ Այո։ Շնորհակալություն։ Խնդրում եմ անջատեք խոսափողը։ Պատասխանեք, պարոն։ Բարձր դատարան, Տիկին Սաֆարյանը հավանաբար շփոթում է, նախ մեր դիմում նման բան չկա։ Նույնականացումը տարբեր դիմումներում արտահայտված մոտեցումների հետ, չգիտեմ ինչ հիման վրա է ներկայացվում, հետևաբար հարցը զուտ եթե մեր դիմումում է հղում տրվում, չկա դիմումում, բայց այնուամենայնիվ հնչած հարցը արտաքին միջամտության տեսակետից ես կարծում եմ այս հարցի պատասխանը պետք է տան նախ եւ առաջ կենտրոնական ընտրական հանձնաժողովը, որը պատասխանատու է նախընտրական քարոզչության վրա ազդեցության գնահատման առումով, իրավապահ մարմինները, ընդ որում ամբողջական կազմով, արտաքին ազդեցության տեսակետից բոլոր ուղղություններով, իսկ ինչ վերաբերում է Ռուսաստանի Դաշնության նախագահի կամ բարձրաստիճան պաշտոնատար անձանց արտահայտություններին, կարծում եմ բարձր դատարանի դատավոր Տիկին Սաֆարյանը պետք է այս մասի նախ եւ առաջ ներկայացներ ահազանգ եւ հաղորդում համապատասխան իրավապահ մարմիններին ու այն մոտեցումը, որ Տիկին Սաֆարյանը հիմա ներկայացրեց, բացարձակ չի համապատասխանում ոչ միայն իրականությանը, այլ նաև ուղիղ հակառակը, սա կարող է ներկայացվել եւ մեկնաբանվել բոլոր ուղղություններով, բացառապես Հայաստանի գործող իշխանությունների աջակցության հարցին։ Օտարերկրյա միջամտության եւ ավարտելով խոսքս, բարձր դատարան, իսկ խնդրեմ նաև մի հստակեցում, նախորդ հարցում երբ որ տրվեց եւ վկայակոչվեց 258A որոշումը, իբրև թե Հայաստան Դաշինքի վստահված անձը նկարահանել, ես խնդրեմ, որպեսզի հստակություն մտնի եւ հղումը կոնկրետ նշվի։ Հակառակ դեպքում պետք է գնահատեմ, որ ուղղակի հայտարարություն է, որ իրականության հետ կապ չունի։ Շնորհակալություն, նստեք, պարոն Նասյան, Տիկին Սաֆարյան, ընդմիջման ժամն է, մենք պետք է գնանք ընդմիջման, արգելի ներկայացուցիչ։ Իլերում են ներկայացված հարցադրումների, չեմ կարող չկիսել գործընկերոջ պարոն Օրբելյանի տեսակետը, որ այս հարցադրումները իրենց ենթատեքստով եւ այնքանով որքանով դուրս են գալիս սույն դիմումով որևէ դիմումատուի կամ որևէ պատասխանողի կամ հարակից պատասխանողի կողմից ներկայացված փաստարկների շրջանակից իրենց մեջ պարունակում են կանխակալ դատողություններ եւ հիմք են տալիս դատավորի մասնակցության անհնարինության հարցը քննարկելու։ Արգելիներս, ուրեմն մի նախազգուշացում։ Երբ որ դատավորը հարց է տալիս, նախ խնդրում եմ մի փոքր ավելի ուշադրելս է դատավորի հարցին։ Իմ տպավորությամբ դատավորի հարցը ի պաշտոնեգործի հանգամանքները բարձրելու շրջանակներում ընդհանրապես հետևյալի մասին էր։
ձեր կարծիքով դա ազդեցություն ունեցել է, թե չի ունեցել։ Դատավորի խոսքի մեջ չկար պնդում, չկար հայտարարություն։ Ինքը վկայակոչեց փաստեր եւ ասաց ձեր կարծիքը դրանք ազդել են ընտրության արդյունքների վրա, թե չեն ազդել։ Այստեղ բազմաթիվ այդ տիպի պարոն Օրբելյան նստեք, խնդրում եմ։ Չէ, միջև մոտենալը նախ պետք է դատարանը ձեզ թույլ տա, որ մոտենաք, նստեք, խնդրում եմ։ Դատարանը նստեք։ Դատարանը ասում է նախ դատավորը ինքը այդ հարցադրումը կատարել ընդհանրապես ձեր դիրքորոշումը բարձելու կոնտեքստում։ Ուղղակի դուք իհարկե կարող եք